Կոյլուբայը, կիրգիզական հեքիաթ։ Ասում են, շատ ու շատ տարիներ առաջ Ջերգալան գյուղում Կոլուբայ անունով մի ջիգիթ է ապրելիս լինում։ Նրա հարևանները 4 եղբայր են լինում, որոնց ժլատության պատճառով 4 գայլ էին ասում։ Մի անգամ Կոյլուբայը իր արտում կորեկ է ցանում։ 4 գայլերը նույնպես հարևան դաշտում կորեկ են ցանում։ Երբ գալիս է ջրելու ժամանակը, նրանք Կոյլուբային ջուր չեն տալիս։ Խեղճ Կոյլուբայի կորեկը սկսում է չորանալ։ Քանի դեռ 4 գայլերը կենդանի են, ինձ ջուր չեն տա, մտածում է նա։ Հարկավոր է սրանց վախեցնել, որ թողնեն ու էստեղից գնան։ Միայն այդ ժամանակ ես կարող եմ արտս ջրել։ Նա դեմքին մուր է քսում։ Ատամներով մի սպիտակ լաթի կտոր է բռնում ու թաքնվում է 4 գայլերի արտի մոտ։ Գալիս են 4 գայլերը, ձիերից իջնում։ Հենց այդ ժամանակ Կոյլուբայը աղյողոր ոռնում է։ 4 գայլերը զարմանքից քար են կտրում։ Հենց այդ ժամանակ Կոյլուբայը դուրս է գալիս դուվալի ետևից։ 4 գայլերը վախից տեղն ու տեղը պպզում են։ Նրանք կարծում են, թե դա ահավոր մի հրեշ է։ Թռչում են ձիերին ու սլանում դեպի այլ։ Կոյլուբայն էլ վազում է դեպի առուն ու ջուրը իր արտն է դարձնում։ Կորեկը ջրում է, խմում է 4 գայլերի շտապելուց մոռացած կումիսը և նստում է ճանապարհի եզրին, մի քիչ հանգստանալու։ Հենց այդ պահին մոտով մի մոլլա է անցնելիս լինում։ Նա ձիուն նստած շոքից դանթում էր։ Մոլլան իր ետևից մի զամբիկ էր պարանից քաշում։ Հլամ ես մոլլայի աչքին երևամ, մտածում է Կոյլուբայը։ Դեմքին նորից մուր է քսում։ Մի լաթի կտոր էլ գլխի շուրջն է փաթաթում։ Արձակում է զամբիկին։ Սանձը իր վզին գցում և գնում է մոլլայի ետևից։ Մի քիչ որ գնում են, Կոլուբայը անսպասելի կանգ է առնում։ Որ կանգ է առնում, սանձը ձգվում է։ Դրանից մոլլան զարթնում է, ետ է նայում ու ինչ տեսնի։ Զամբիկի փոխարեն մի հրեշ է կանգնած։ Վախից սանձը մի կողմ է գցում ու սլանում դեպի այլ։ Կոյլուբայը բռնում է մոլլայի զամբիկին, նստում է ու ինքն էլ գնում այլ։ Իմանալով, թե մոլլան որտեղ է իջել, նրա մոտ յուրտ է մտնում և ասես բանից անտեղյակ հարց է տալիս։ Պատվարժան մոլլա, էդ ինչից եք էդպես դողում։ Գնացել էի բայի թաղմանը։ Նրա ընտանիքն ինձ մի զամբիկ նվիրեց։ Երբ ետ էի գալիս, զամբիկը մեկ էլ ճամփին դարձավ հրեշ, պատասխանում է մոլլան։ Ձեզ երևի էդպես է թվացել, պատվարժան մոլլա։ Ոնց էլ լինի զամբիկին կգտնեք, ասում է Կոյլուբայը։ Մոլլան վախեցած թափահարում է ձեռքերը։ Մի հիշացրու այդ զամբիկի մասին։ Կոյլուբայը յուրտից դուրս է գալիս, նստում է զամբիկին ու գնում տուն։ Զամբիկը թողնում է տանը և ոտքով մոլլայի մոտ գալիս։ Պատվարժան մոլլա, ձեզ մի զամբիկ էր փնտրում, նույնիսկ ինձ հարցրեց ձեր մասին։ Այստեղ մոլլան Կոյլուբայի ոտքերն է ընկնում։ Զամբիկին իմ մասին ոչինչ մի ասա, թե տեղը գա, սուտ էլ ասա։ Ստից Աստված չի նեղանա։ Թե որ այդպես է, ես զամբիկին ոչինչ չեմ ասի։ Ուրախ վրա է բերում Կոյլուբայը և յուրտից դուրս է գալիս։ Քիչ անց նա նորից վերադառնում է։ Պատվարժան մոլլա, էն զամբիկը յուրտի մոտ է եկել ու ձեր ձիու հետ զրույց է անում։ Ես թաքուն լսեցի նրանց խոսակցությունը։ Զամբիկը ասում էր, երբ մոլլան նստի վրատ, ձորը գցիր։ Ձին համաձայնեց։ Ինչ պիտի անես։ Մոլլան վախից իրեն բոլորովին կորցնում ու ասում է. Որդիս, խնդրում եմ ինձ չմատնես։ Ինձ մի կերպ քաղաք հասցրու։ Ես քեզ թանկագին խալաթ կնվիրեմ ու մի ձի էլ վրան։ Կոլուբայը համաձայնում է։ Հենց որ մութն ընկնում է, նա մոլլային առողջ ու անվնաս հասցնում է քաղաք և խալաթ ու ձի է պարգև ստանում։ Այսպես Կոլուբայը տիրանում է մոլլայի զամբիկին ու ձիուն։
Կոլուբայի յուրտից քիչ հեռու ապրում էր Ալջան բայը։ Բայց հենց որ տեսնում է Կոլուբայի ձին, մտածում է իրենով անել։ Բայը գալիս է Կոլուբայի մոտ ու ասում. «Կոլուբայ, արի փորձենք, թե ով ում կխաբի»։ Կոլուբայը համաձայնում է։ Նրանք որոշում են, որ տարածը ետ չեն տալու։ «Դե սկսենք», առաջարկում է բայը։ Կոլուբայը 4 կողմն է նայում։ Հանկարծ ձեռքը խփում է ճակատին և բացականչում. «Այ քեզ բան, Ալջան, փողերս տանն եմ թողել։ Իսկ պարտքով դուք չեք խաղա։ Տանուլ տվածը անմիջապես պետք է վճարել։ Ես գիտեմ, որ դուք պարտքով չեք խաղում։ Ձեր ձին տվեք, գնամ փողս վերցնեմ ու ետ գամ»։ «Գնա, բայց տես հա, շուտ ետ արի», ասում է Ալջանը։ Կոլուբայը նստում է բայի ձին ու սլանում առաջ։ Քիչ հետո վերադառնում է ու քմծիծաղ տալով ասում. «Ես քեզ խաբեցի, Ալջան, ու քո ձին տարա»։ «Էդ մեկը տարար», ասում է Ալջանը, «բայց էլ չես կարող»։ Էսպես մի ժամանակ է անցնում։ Օրերից մի օր ամռանը լեռնալանջին Կոլուբայը խոտ է հնձում ու շատ ծարավում է։ Գալիս է Ալջանի մոտ այն հույսով, թե սա իրեն կումիս կտա։ Բայց բայը դեռ չէր մոռացել, թե Կոլուբային իրեն ինչպես խաբեց, ոչինչ չի տալիս, նույնիսկ յուրտից դուրս է անում։ Կոլուբայը նեղանում է ու որոշում ինչ էլ լինի, պետք է վրեժ լուծի։ Մի քանի օր անց նա նորից գալիս է բայի մոտ։ Յուրտում ոչ ոք չկար։ Բային էլ քնած է լինում ստվերում։ Կոլուբայը զգույշ վերցնում է կումիսով լի տիկը ու փայտե բաժակի մեջ լցնում, խմում է ու նորից լցնում։ Հենց այդ ժամանակ էլ կումիսի կլկլոցից բայը արթնանում է։ Կոլուբայը անմիջապես դատարկում է բաժակը, տիկը տեղը դնում և թաքնվում աշկանայի ետևը։ Երբ բայը յուրտ է մտնում, Կոլուբայը աշկանայի ետևից այնպես է հաչում, որ վախեցած բայը դուրս է թռչում, մի փայտ գտնելու ու շանը յուրտից վռնդելու։ Կոլուբայը անմիջապես բարձրացնում է յուրտի ծայրը, դուրս է գալիս, գնում իր արտը ու շարունակում հանգիստ խոտ հնձել։ Երբ բայը փայտը ձեռքին յուրտ է մտնում, այնտեղ արդեն ոչ մի շուն էլ չի գտնում։ Շատ է զարմանում ու կանչում Կոլուբային։ Բային իր ձեռքով կումիս է տալիս նրան ու ասում. «Կոլուբայ, էսօր մի հրաշք բան տեսա»։ «Ինչ տեսար», հարցնում է Կոլուբայը, ասես բոլորովին անտեղյակ։ «Հովին պառկել է յու քնել։ Յուրտը մի շուն էր մտել ու կաթը լակում էր։ Յուրտ մտա, սկսեց հաչել։ Ուզում էր հարձակվել վրաս։ Դուրս վազեցի մի փայտ վերցրի ու երբ ետ եկա, յուրտում ոչ մի շուն էլ չկար։ Կաթը տեղում էր, իսկ տկից շունը կումիս էր խմել։ Բա սա հրաշք չի։ Շանը ձեր աչքով տեսաք, հարցնում է Կոլուբայը։ Հո չեմ խաբում։ Դա մի մեծ ու սև շուն էր։ Ոնց էլ հաչում էր, ոնց։ Հա, էստեղ մի բան կա, ասում է Կոլուբայը։ Բայը գլուխը բոլորովին կորցնում է։ Սարսափելի կլինի, երբ գիշերը մենակ մնա։ Կոլուբայ, ինչ կլինի, երեկոյան մնա ինձ մոտ, խնդրում է նա։ Ոչխարի միս կուտենք, կխոսենք։ Կոլուբայը համաձայնում է և երեկոյան բայի մոտ է գալիս։ Բայը մի լավ ոչխար է մորթում, ինքնաեռ է դնում։ Կոլուբայը կուշտ ու կռունչ ոչխարի միս է ուտում, թեյ է խմում, բայց էլի չի մոռանում այն, որ բային իրեն մի բաժակ կումիս տալուց հրաժարվել էր։ Մյուս օրը Կոլուբայը վերջացնում է խոտահունձը։ Այլ է վերադառնում և հարևաններին պատմում, թե ինչպես է խաբել Ալջան բային։ Բայց նրան ոչ ոք չի հավատում։ Փչում ես, ասում են մարդիկ, թե որ այդքան ճարպիկն ես, մեզ էլ մի բան հասցրու։ Կոլուբայն ասում է. Այ կտեսնեք, հենց վաղը Ալջանը կմորթի իր սպիտակ ոչխարը, դե հավատացեք։ Ու այսպես, հենց որ մութն ընկնում է, Կոլուբայը հագնում է իր սպիտակ խալաթը
Գլխին սպիտակ չալմա է փաթաթում, կայծքարը դնում գրպանը ու հեծնում իր սպիտակ ձին։ Ձին քշում է ուղիղ Ալջանի յուրտի մոտ ու ձայնը փոխած գոռում. «Ալջան, ես քեզ հրամայում եմ, հենց վաղը 6 ոչխար մորթել, հետն էլ անպայման մի սպիտակ ոչխար, թե որ աղքատներին հյուրասիրես, ես քեզ կօրհնեմ, թե որ այդ բանը չանես, կյանքիդ վերջը կգա»։ Այս ասելով Կոլուբայը չախմախը իրար է խփում, կայծեր է հանում ու անմիջապես անհետանում։ Մյուս օրը Ալջանը հյուր է կանչում այլի բոլոր մարդկանց, 6 ոչխար է մորթում, դրանց թվում նաև իր սպիտակ ու չաղ ոչխարը։ Աղքատներին կուշտ կերցնում է ու հուզված պատմում. «Երեկ ես տեսա իմ հոգու տիրակալին, նա հրամայեց, որ ձեզ հյուրասիրեմ ու ձեր օրհնանքը ստանամ։ Իսկ հյուրերը ոչինչ չեն ասում, ուտում են ու քթի տակ մի լավ ծիծաղում այդ բայի միամտության վրա»։ Այսպես Կոլուբայը խաբում է վախկոտ ու ժլատ Ալջանին։